Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Արդեն 5-րդ օրն է շարունակվում է Իրано-իսրայելական պատերազմը եւ դատելով կողմերի հայտարարություններից այն դեռ հեռու է ավարտվելուց։ Նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան կողմերը շարունակել են փոխադարձ ինտենսիվ հրթիռակոծությունները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է Իրանի զինված ուժերի նորանշանակ շտաբի պետին բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանին։ Միաժամանակ G7 երկրների առաջնորդները Կանադայում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հայտարարել են Իսրայելին աջակցելու մասին, Իրանը անվանելով Մերձավոր Արևելքում անկայունության եւ ահաբեկչության աղբյուր։ Նրանք նաեւ կրկնել են այն թեզը, թե Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Միաժամանակ նրանք աջակցություն են հայտնել Իսրայելին, ընդգծելով, որ այն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Ըստ New York Times-ի եզրափակիչ հայտարարությունը ստորագրել են բոլոր 7 առաջնորդները, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով վաղաժամ լքել է Կանադայում կայացած գագաթնաժողովը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին, չնայած ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Թրամփը կարող է հրաժարվել ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը։ Այս ամենի խորապատկերին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը երկուշաբթի օրը Fox News-ին ասել է, թե նախագահ Դոնալդ Թրամփը չնայած Միացյալ Նահանգների դաշնակից Իսրայելի եւ Թեհրանի միջև սրացած լարվածությանը դեռ նպատակ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։ Հարցին, թե արդյոք Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի, Հեքսեթը պատասխանել է. իհարկե։ Նա հավելել է, թե Միացյալ Նահանգները տարածաշրջանում գտնվում է պաշտպանական դիրքում ուժեղ լինելու եւ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ հենց դա էլ տեղի կունենա։ Սպիտակ տան ներկայացուցիչը առանձին մեկնաբանությամբ եւս մեկ անգամ շեշտել է, որ Վաշինգտոնը Իրանի դեմ հարվածներ չի իրականացնում։ Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախորդին կոչ է արել մուսուլմանական երկրներին միավորվել Իսրայելի դեմ, նշելով, որ Իսրայելի հարվածները Իրանի տարածքում սպառնում են կայունությանը ամբողջ տարածաշրջանում։ Արաղչին այս հայտարարությունը արել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Իբրահիմ Թահայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Զրույցը տեղի ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսի 13-ին խոշոր հարված է հասցրել Իրանի տարածքին, հարվածելով միջակայային օբյեկտներին, էներգետիկ ենթակառուցվածքներին եւ սպանելով բարձրաստիճան զինվորականների եւ ակադեմիական պաշտոնյաների։ Այս հարվածները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը, ասել է Արաղչին։ Իսրայելը միտումնավոր թիրախավորել է քաղաքացիական անձանց, պրոֆեսորներին եւ կարևորագույն օբյեկտներին։ Նրա գործողությունները խաթարում են անվտանգությունը տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Իրանի արտգործնախարարը զգուշացրել է, որ միջազգային անգործությունը միայն կամրապնդի Իսրայելի անպատժելիությունը։ Նա կոչ է արել իսլամական երկրներին համատեղ աշխատել ի պատասխան Թել Ավիվի աճող ագրեսիայի։ Թահան նաեւ դատապարտել է հարձակումները եւ ասել, որ այս կազմակերպությունը կաշխատի ՄԱԿ-ի հետ միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու եւ լարվածությունը նվազեցնելու համար։ Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, ասել է քաղաքական գործիչը։ Եվ ԻՀԿ-ն հանձնառու է կանխել հետագա սրացումը։ Այս ամենի հետ մեկտեղ նախորդին արաբական եւ իսլամական 20 երկրների արտաքին գործերի նախարարներ կոչ են արել Մերձավոր Արևելքում ստեղծել միջուկային զենքից զերծգոտի ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ հունիսի 13-ից ի վեր Իրանի վրա Իսրայելի հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են եւ արժանի են դատապարտման։ Նախարարները նշել են, որ բոլոր երկրների համար պարտադիր են համարում հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պահպանել բարիդրացիական սկզբունքները։ Եվ այս պահին կապ ենք հաստատել Լիբանան, Բեյրութ, զրուցելու ենք Բեյրութում լույս տեսնող Զարթոնք հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ես եմ շնորհակալ Արիթին համար։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, ինչպիսին է Լիբանանի ընդհանուր իրավիճակը այս պահին հաշվի առնելով Իրան-Իսրայել շարունակվող պատերազմը, ինչ ունենք գետնի վրա, համեցեք։ Գիտեք ինչ, Լիբանանը դակավին այդ վիճակեն դուրս եկած չէ, այն իմաստով, որ Իսրայելի եւ Լիբանանի մեջ կնքված այսպես կոչված զինադատարը դակավին լիարժեք գործադրության դրված չէ, Լիբանանի ասենք օդային տարածքը ամեն օր ճակերտի մեջ կբռնապարվի, այն իմաստով, որ
իսրայելյան օտանավերը կամ իսրայելյան ռազմական օտանավերը սանցարցակ այնտեղ գօգտագործեն այդ օտային տարածքը եւ ընթացքին անշուշտ գրմփագործեն Լիբանանի մեջ իրենց համար ընդրած թիրախները, որ այս բարակային ըստ իրենց ադոք կպատկանին Հեզբոլլահին, որ Իրանի դաշնակից է։ Տեսեք, պարոն Հակոբյան, Հեզբոլլահի ռազմական ու քաղաքական ազդեցությունը այսօր Լիբանանում օրինակ ինչ մակարդակի վրա է գտնվում։ Տեսեք, ոչ մեկուն համար գաղտնիք չէ, որ Հեզբոլլահն որպես կուսակցություն այս վերջին դեպքերն հետ, այսինքն Իսրայելի հետ վերջին փախումներն հետ եւ իր գործընթացած, ասենք, ղեկավարներով ինքը լավագույն վիճակի մեջ չի։ Բայց այս չի նշանակի, որ Հեզբոլլահն ասկեց առաջ նման վիճակները անցած չէ, սակայն եւ այնպես արդար է ասենք, որ ինքը որպես կուսակցություն եւ որպես զինվորական ուժ բավական դգար դիրքերի վրա գտնվի այսօր եւ այսպես կոչված աբակինումի շրջանը կգարձեն, որ կփոլորե, եթե հաջողի։ Սակայն այստեղ կարևոր կետ մգա, որ Հայաստանի ունգընտիրը պետք է հասկանա, այն է թե որ Հեզբոլլահն դասական կուսակցությունը չէ, մեր հասկացողությամբ միան կուսակցությունը չէ, Հեզբոլլահն նախ զինյալ կուսակցություն է, եբեդության մեջ զենք գրող զուգահեռ զենք զինամթերք ունեցող կուսակցություն է, երկրորդ ինքը ամբողջ համայնքն է, շիա համայնքի մեծամասնությունը Հեզբոլլահի համագիր կամ Հեզբոլլահի անդամ է, հետևաբար կարելի չէ նման օրինակ կարգավիճակով կուսակցություն լուծարել օրինակի համար ինչ որ որոշումով կամ ինչ որ դրամատրությամբ։ Իսկ Լիբանանի հայ համայնքը ինչպես է արձագանքում, պարոն Հակոբյան, վերջին զարգացումներին, ինչ մտահոգություններ կան առհասարակ։ Գիտեք ինչ է, Լիբանանի համայնքն, ինչպես որ ոչ բոլոր համայնքները մեծապես աստված են, թե Լիբանանի մեջ եղած հարցեր են, թե Գազայի մեջ եղած հարցեր են, թե ընդհանրապես տարածաշրջանի մեջ եղող այս տոկոն բոլորը աստված են, բոլորը մտահոգ են, անապահովության զգացումը միշտ կա, եղած է եւ գա, եւ այս օրերուն ավելի եւս կշարունակվի տարածվելով նաեւ տարածաշրջանի այլ երկիրներու մեջ։ Տեղական մամուլը առհասարակ, պարոն Հակոբյան, ինչպես է լուսաբանում պատերազմի հնարավոր տարածման վտանգը դեպի Լիբանան։ Ես կարծեմ, որ ասի անձնական կարծիք է բնականաբար, ես կարծեմ, որ Լիբանանը այս նոր միջին արևելքի, նոր մերձավոր արևելքի գազմավորման մեջ իր գազմավորման մեջ պատասխանատվություն ստանձնելու եւ կամ ինչպես ասեմ, իր բաժինը բավական ծանր կինով վճարած է։ Ես այս պահուն Լիբանանի մեջ լուրջ խնդիր չեմ տեսնել, անգախ անգե որ տարածաշրջանի մեջ ինչ կբադայի, մինչև հասնենք այդ վերջնագետը, որ արևմտյան իսրայելյան հին նոր, ասենք, ծրագիր մնե, որ կգոչվի նոր մերձավոր արևելք։ Եվ այդ նոր մերձավոր արևելքի մեջ, որպեսզի Իսրայելը ոստիկան կարգվի, պետք է իրեն շրջապատող երկիրները հայտնված լան խայտարակ վիճակի մեջ, ինչպես որ է այսօր, ինչպես որ էր Իրաքը, ինչպես որ է այսօր Սուրիան, Լիբանանը, Պաղեստինը իր հերթին, շուտով Իրանը եւ այլն։ Պարոն Հակոբյան, ինչ է փոխվել առհասարակ Բեյրութի ու հարակից շրջանների անվտանգության ռեժիմում վերջին ռազմական լարվածության պատճառով։ Գիտեք, Լիբանանցին վարժված է նման օրինակ իրավիճակներու, հետևաբար գենցաղային լուրջ խնդիրներ չի կան այն իմաստով, որ ժողովուրդը իր սովորական բնական կյանքը կշարունակի, դարձյալ հիշեցման գարկով եւ լուսաբանման գարկով ասեմ, որ այսինքն Լիբանանը խոշոր դարածք է, իսկ այն դեպքերը, որ կբադային կամ բադայեցան Իսրայել Հեզբոլլահ բախումներու ժամանակ սահմանապակված են որոշ գետերու կամ որոշ արվարձաններու կամ որոշ ասենք Լիբանանի հարավային մասը կամ արևելյան մասը կամ Բեյրութի անմիջապես հարավային արվանցանը անգեց ցուրս ընդհանրապես այդ բادرավզի մասին բացի ցայներն ռումպերու ցայներն ընդհանրապես դեղեցություն ունեցողա չկա եւ կյանքը բնականon գշարունակվի եթե նկատի չունենանք Լիբանանի դիմակրված տնտեսական ճգնաժամը որ մի քանի տարի է վեր գշարունակվի։
Պարոն Հակոբյան, տեղի իշխանությունները, Լիբանանի իշխանությունները, որքանով են վերահսկում իրավիճակը, ի վիճակի են զսպել ներքին անկայունության ալիքները, եթե այդպիսիք լինեն, թե ոչ։ Լիբանանյան պետությունը միշտ դգար եղած է, այդ դգարությունն է պատճառը Հեզբոլլահի նման զինյալ եւ նաեւ իրենց հերթին Պաղեստինյան զինյալ գազագերբություններու ներկայությունը։ Ներկա նախագահը արևմտյան որոշ երաշխիքներով հասավ ինքը իր դիրքին եւ անոր փոխարեն անշուշտ ինքը արևմուտքին դված է որոշ խոստումներ։ Այդ խոստումները գարենալ հարկելու եւ չհարկելու այդ Ադուհանին արանքը այդ տեղն է որ գրնախնդիր առաջացել։ Օրինակ համար եթե Լիբանանի նորընտիր նախագահը ասենք չի գրծավ իր խոստումները հարկել, ինչ կվերապերի Հեզբոլլան զինատապելու, ինչ կվերապերի երկրի ամբողջ տարածքին բանակի գերիշխանությունը, պաշտոնական բանակի գերիշխանությունը դարձելու, այնտեղ է որ ասի իրակորձելու բահուն է որ ինքը խոչընդոտներու պիտանի բարձ է որ Հեզբոլլան իր զենքը չի հանցնել, որովհետև ինքը գիտե ինչ է զենք հանցնել եւ Լիբանանի մեջ օրինակներ ալ կամ որ այն գուսակցությունը որ զենքը հանցնեց, ինչ եղավ այդ գուսակցությունը։ Հետևաբար Հեզբոլլան երևի պիտի բայ իր զենքը Լիբանանի պետությունը երբ որ փորձե բռնի ուժով ասենք բռնի ուժով ասմարակային նաև շատ թեական եւ բարձրական է այդ բան անպայմանորեն պիտի լան փախումներ դա աստված որ դրա ապանական լուծումներով ավարտի Իսկ Լիբանանի տնտեսությունը այս փուլում ինչպիսին է արժույթի կայունություն, կենսամարտարդակ, գների եւ ապրանքային մատակարարումներ եւ այլն, հաշվի առնելով, որ դուք էլ նշեցիք վերջին տարիներին անընդհատ այդ տնտեսական ճգնաժամը առկա է Լիբանանում։ Տնտեսական ճգնաժամին ամենակարևոր կետը այն է, որ մարդոց գումարները արգելափակված են բանկերու մեջ եւ մարդիկ մուրացկանի նման իրենց սեփական դրամը բանկեն դուրս բերելու կարգավիճակի կամ իրավիճակի մեջ են։ Այսի լուրջ խնդիր է։ Ինչ կվերապերի արևդուրի կամ բիզնես ոլորտին, պիտի չի մոռանանք, որ Լիբանանը երկիր մնե միջերկրական ծովի ափին, որոնց հետ ունի ինքը 210 կիլոմետր սահմանակից։ Ծովը ահագին փրկություն է նման օրինակ երկիրներու եւ այդ ծովն է որ այդ երկիրը բայ կամ այդ երկրի մեջ արևդուրը շարունակվելու կամ զարգանալու արիթ կուտա այդ իմաստով Լիբանանը բախտավոր է չի գա այնպիսի իրավիճակ որ այսինչ ապրանքը չի գա կամ չէ այդպես չէ եղած են դարիներ եղած են օրեր հանգրվաններ բայց լուրջ բան չէ նման օրինակ վիճակ Պարոն Հակոբյան, հայ համայնքը ինչպիսի պաշտպանական կամ կազմակերպված քայլեր է ձեռնարկում հնարավոր ճգնաժամի դեպքում։ Այստեղ պիտի ընդունենք, որ հայ համայնքը Լիբանանի մեջ եւ ընդհանրապես Սփյուռքի չունի այդ ուժականությունը կամ այդ կազմակերպվածությունը այնինչ որ ուներ ասկեց տասնամյակներ առաջ։ Լիբանանի մեջ Բادرազմական կամ տնտեսական պատճառներով Լիբանանի մեջ մեծ քաղաք հարաճած է վերջին 40-50 տարին համայնքին թիվը նոսրացնելով նույնն է այստեղ միան TV նոսրացում չէ որ բադայեցավ ինչպես Լիբանանի նաև մերձավոր արևելքի երկիրներում մեջ այլ նաև որակական անգում եղավ եւ երբ որ որակական անգում գլա ամեն մագարտակի վրա, թե գազագերբչական, թե ներքին, ասենք, ապահովականի բան, այդ բոլորը միասին գինան եւ կստացվի ոչ կանխատեսելի կամ ոչ անպայմանորեն լավ գազագերբված իրավիճակ։ Լիբանանի համայնքը այսօր այդ իրավիճակի մեջ է գտնվում։ Ընդհանրապես, ինչպես եք պատկերացնում Լիբանանի ապագան այս հակամարտության ավարտից հետո եւ ձեր գնահատմամբ որքանով կարճաժամկետ, որքանով այսպես շատ ավելի երկարաժամկետ կարող է տևել այս պատերազմը։ Տեսեք, մենք այսպես կոչված գիտեք, ամեն մի քանի տասնյակ տարի աշխարհաքաղաքական վերատասավորումներ եղած են։
գլոբալ իմաստով, աշխարհի իմաստով։ Վերջին աշխարհակահաղական դասավորումները, եթե Ուկրաինայի բարական նկատի չունենանք, այդ պաստորեն դա է վերջինը։ Սակայն մերձավոր արևելքի մեջ սկսավ այսպես կոչված արաբական կառունով։ Այդ արաբական կառունի արձագանքները, ցախողությունները եւ հաջողությունները բոլորը կանտրատառնան այս տարածաշրջանի մեջ։ Եվ որովհետեւ դակավին հասած աշխարհակահաղական նոր վերադասավորումներու վերջին հանգրվանին հասած չէ շրջանը պիտի մնա միշտ խնդիրներու մեջ Սուրիայեն, Լիբանան, Պաղեստին, Իրաք եւ այսպանալ Իրան անշուշտ։ Եվ որքանով պիտի ընդհանրապես կարող է տարածաշրջանը կլանել հարավային Կովկաս, այդ դուք ինչպիսի վտանգներ եք տեսնում, պարոն Հակոբյան։ Հարավային Կովկասը ինգադյուն եք այսինքն Հայաստանի հնարավոր է, որ այո, այն ընդգրկի նաև տարածաշրջանային երկրներ, նաև հարավային Կովկասը, Հայաստան այս առումով ինչպես պետք է զգուշանա, ինչպես պետք է դիվանագիտական ճակատում աշխատի։ Հայաստանը եւ հայաստանցին դժբախտաբար իմ դատողությամբ հստակ պատկերացում չունի, խոսի մեծ շարքային մարդոց մասին, հա, հստակ պատկերացում չունի, որ Հայաստանը ճիշտ ուր գտնվի։ Մենք գտնվենք այս ամբողջ հարցերուն, այսինքն Հայաստանը իր բնակչությամբ գտնվի այս ամբողջ հարցերուն գիզագետին մեջ, այսինքն Իրանը մեզի սահմանագից երկիր է։ Այնինչ որ գբադայի Սուրիո մեջ անպայմանորեն այստեղ անդրադարձ պիտի ունենա Իրանի այսօրվա պատերազմը անպայմանորեն իր անդրադարձը պիտի ունենա Հայաստանի մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը յուրաքանչյուր ինչ որ թիպ պիտի որտեղ Իրանի պատերազմի հետ կապակցված անպայմանորեն գրնան արիտավորվիլ այս թողոփոհեն եւ Հայաստանի մեջ ինչ որ իրավիճակ մստեղծվի, որ անգանխադասելի չէ, սակայն գրնա բանը վերահսկողությունը դուրս գալ։ Մենք պատրաստ պետք է լանք այս բոլորին եւ տարածաշրջանը իր լավագույն օրերում մեջ չէ որ գաբրի։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, կապ էինք հաստատել Լիբանան, Բեյրութ, զրուցում էինք Լիբանանում լույս տեսնող Զարթոնք պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։